Երբ տեղադրել տոնածառ, իդեալական ժամանակ տան և գրասենյակի համար։ Նոր տարվա մոտեցումը միշտ նկատելի է նախապես խանութների ցուցափեղկերում, փողոցներում զարդարված ծաղկեպսակներում և հավերժական հարցում, երբ պետք է տեղադրեմ տոնածառը։ Ավանդույթների, սնահավատությունների և գործնականության միջև տատանվելուց խուսափելու համար լավագույնն է ապավինել պարզ և հասկանալի ծրագրին։ Մենք կուսումնասիրենք, թե ինչպես ընտրել տոնածառը տեղադրելու ճիշտ ժամանակը և որքան հնարավոր է երկար պահպանել տոնական տրամադրությունը։ Իսկական թե արհեստական տոնածառ։ Տարբեր կանոններ։ Ամսաթիվը որոշող հիմնական գործոնը տոնածառի տեսակն է։ Համընդհանուր պատասխան չկա, բայց կան որոշ ապացուցված առաջարկություններ։ Եթե դուք ունեք արհեստական տոնածառ, դուք լավագույն դիրքում եք։ Արհեստական տոնածառը կարելի է տեղադրել արդեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Այն չի թափվի, խնամքի կարիք չունի և երջանիկ կկանգնի մինչև հին նոր տարին։ Շատ ընտանիքներ միտումնավոր դեկտեմբերի սկզբին արհեստական եղևնի են զարդարում, տոնական տրամադրությունը երկարացնելու և դեկտեմբերն անցկացնելու տոնական տրամադրությամբ։ Սա իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու կայունությունը։ Եթե ընտրեք իսկական եղևնի։ Կենսաբանության օրենքները վերաբերում են իսկական եղևնուն։ Մասնագետները համաձայն են, եղևնին տուն բերելը պետք է արվի նոր տարուց ոչ շուտ, քան 7-10 օր առաջ։ Օպտիմալ ժամանակը դեկտեմբերի 20-ից 25-ն է։ Եթե եղևնին ավելի վաղ տեղադրեք, այն կսկսի ակտիվորեն կորցնել խոնավությունը և դեկտեմբերի 31-ին կարող է չոր ու փշրվող տեսք ունենալ։ Ինչպես երկարացնել իսկական եղևնու թարմությունը։ Օգտագործեք ամուր հենարան ջրամբարով։ Կանոնավոր կերպով ջուր ավելացրեք։ Տեղադրեք եղևնին ռադիատորներից և ջեռուցիչներից հեռու։ Մի բերեք եղևնին ցրտից։ Թողեք, որ այն հարմարվի 2-3 ժամ պատշգամբում կամ սառը միջանցքում։ Երբ տեղադրել տոնածառ գրասենյակում։ Գրասենյակներն ունեն իրենց կանոնները։ Ընդունված է տոնական մթնոլորտ ստեղծել նախապես, ուստի տոնածառերը սովորաբար հայտնվում են դեկտեմբերի առաջին կեսին։ Դրանք գրեթե միշտ արհեստական են, դրանք անվտանգ են, չեն պահանջում սպասարկում և կարող են օգտագործվել երկար տարիներ։ Զարդարանքների չափը, ոճը և գունային սխեման հաճախ ընտրվում են, արտացոլելով կորպորատիվ ինքնությունը։ Դա կարգավորվում է մարքետային ռեսուրսների կամ մարքեթինգի բաժնի կողմից։ Երբ է զարդերը կախելու լավագույն ժամանակը։ Ամենահաճելի փուլը ծառը զարդարելը նույնպես ունի իր նրբությունները։ Արհեստական ծառի համար։ Ճյուղերը տեղադրելուց և ուղղելուց անմիջապես հետո։ Սահմանափակումներ չկան։ Իսկական ծառի համար խորհուրդ է տրվում տեղադրելուց հետո մի քանի ժամ սպասել տաք սենյակում, թող ծառը ուղղի իր ճյուղերը և հարմարվի, և միայն դրանից հետո կախեք զարդերը։ Դասական զարդարման հաջորդականություն։ Էլեկտրական ծաղկեպսակ, համոզվեք, որ նախապես ստուգեք այն։ Մեծ գնդիկներ և հիմնական դեկոր։ Փոքր զարդարանքներ, ուլունքներ, փայլուն զարդեր։ Տոնածառի զարդարման ժամանակակից միտումներ։ Եթե ցանկանում եք, որ ձեր տոնածառը ոճային և ժամանակակից տեսք ունենա, հաշվի առեք հետևյալ միտումները։ Էկոլոգիապես մաքուր, սոճու թղթե զարդարանքներ, գործվածք, ձեռագործ զարդարանքներ։ Մինիմալիզմ, 2-3 գույն, հանգիստ պալիտրա, ավելորդ տարրերի նվազագույն քանակ։ Հիպերտրոֆիա, մեծ զարդարանքներ, զանգվածեղ զարդարանքներ, փափուկ ֆիգուրներ։ Ռետրո և նոստալգիա, խորհրդային ապակե գնդիկներ, ընտանեկան զարդարանքներ պատմությամբ։ Հաճախակի տրվող հարցեր։ Կան ճիշտ ամսաթվեր ըստ նախանշանների։ Ավանդույթները հաճախ նշում են. դեկտեմբերի 19-ը Սուրբ Նիկոլայի օր, բարգավաճման և բարեկեցության խորհրդանիշ։ Դեկտեմբերի 21-ը ձմեռային արևադարձ, նոր ցիկլի սկիզբ։ Դուք կարող եք հետևել այս ամսաթվերին տրամադրության համար, բայց գլխավորը այն զգացողությունն է, որով զարդարում եք տոնածառը։ Որտեղ տեղադրել տոնածառը ըստ ֆենշուի։ Փողի համար հարավ-արևելք, հռչակի և հաջողության համար հարավ, սիրո և հարաբերությունների համար հարավ-արևմուտք, ընտանիքի և ներդաշնության համար արևելք։ Ի վերջո, իդեալական ժամադրությունն այն է, որը ձեր տունը կդարձնի տաք, հարմարավետ և իսկապես տոնական, գրում է աղբյուրը։ Ջիրհոս 2025 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ձեզ համար կբացվեն նոր դռներ։ Փոփոխությունների հորոսկոպ։ Սիրելի ջրհոսներ,
ապագայի տեսլականներ և տիեզերքի քաղաքացիներ։ Ձեր միտքը ձգվում է դեպի նորարարություն, օբյեկտիվ ճշմարտություններ և կոլեկտիվ իդեալներ։ Դուք հաճախ աշխարհը դիտարկում եք տրամաբանության, առաջընթացի և բարեկամական կարեկցանքի պրիզմայով։ Այնուամենայնիվ, 2025 թվականի դեկտեմբերի 25-ից հետո աստղերը ձեզ հրավիրում են մի ճանապարհորդության, որը գտնվում է ծանոթ մտավոր կառուցվածքներից այն կողմ։ Ձեզ սպասում է ոչ թե տեխնիկական արդիականացում, այլ միստիկական նորացման մեջ ընկղմում։ Բացվող դռները տանում են ոչ թե ապագայի լաբորատորիա, այլ ձեր սեփական հոգու ներքին սրբավայր, որտեղ ծնվում է իրական ոգեշնչումը, վերափոխելով իրականությունը։ Լուսինը ձկների համաստեղությունում։ Նեպտունի և ձկների համաստեղությունում։ Ընկղմում հոգու օվկիանոսում։ Երկու ջրային ուժերի այս հազվագյուտ և հզոր միացումը կենդանակերպի ամենախորը և ամենամիստիկ նշանում։ Այն նշանավորում է մի ժամանակաշրջան, երբ ձեր գիտակցական և ենթագիտակցական միտքը կլուծարվեն բարձր զգայունության և հոգևոր ներթափանցման մեկ հոսքի մեջ։ Լուսինը ձկների համաստեղությունում։ Զգայունությունը որպես նոր լեզու։ Լուսինը խորհրդանշում է ձեր ներքին, բնազդային ռեակցիաները, հուզական հարմարավետության ձեր կարիքը։ Ռացիոնալ ջրհոսի մոտ սա հաճախ արտահայտվում է մտավոր ազատության և ընկերակցության կարիքի միջոցով։ Սակայն ձկների մոտ ամեն ինչ փոխվում է։ Այստեղ լուսինը դառնում է ամեն ինչ ընդգրկող, ինչպես օվկիանոս։ Ձեր սովորական տրամաբանությունը և թեթևակի անտարբերությունը կարող են ժամանակավորապես զիջել աննախադեպ զգայունությանը։ Դուք կսկսեք ընկալել աշխարհը ոչ այնքան գաղափարների, որքան զգացմունքների, նուրբ թրթռումների, տրամադրությունների և չարտահայտված ցավերի միջոցով, թե ձեր, թե ուրիշների։ Սա կարող է թվալ սահմանների ժամանակավոր մշուշոտում։ Որտեղ եք դուք ավարտվում և որտեղ է սկսվում մյուս մարդը։ Որտեղ են փաստերը և որտեղ են ձեր կանխատեսումները։ Սա թուլություն չէ, այլ նոր տեսակի ընկալման ակտիվացում, ինտուիտիվ, կարեկցական, գեղարվեստական։ Նեպտունը ձկների համաստեղությունում, տանը պատրանքների տիրակալը։ Նեպտունը հոգևորականության, ստեղծագործականության, պատրանքների և կարեկցանքի մոլորակն է։ Երբ գտնվում է իր կառավարիչ նշանում, ձկներ, նրա ազդեցությունը հասնում է իր ամենամեծ ուժին։ Նեպտունը մշուշում է իրականի և երևակայականի, եսի և բոլորի միջև սահմանները։ Նրա երկարատև ազդեցության տակ դուք հնարավոր է արդեն զգացել եք ձգողություն դեպի ինչ-որ ավելի մեծ բան, քան առօրյան է՝ երաժշտություն, արվեստ, միստիցիզմ, ծառայություն։ Այն կառավարում է կոլեկտիվ ենթագիտակցությունը, այն դաշտը, որտեղ ծնվում են նախատիպեր և փայլուն ներթափանցումներ։ Կապի ուժը, մտքի անջատում, տեսողության միացում։ Երբ լուսինը, զգացմունքներ, հոգի, միանում է Նեպտունի, հոգևորություն բարձրագույն ոգեշնչում հետ նույն տարում, տեղի է ունենում եզակի իրադարձություն։ Ձեր ներքին երկխոսությունը, աշխարհի ձեր բանական վերլուծությունը կարող է ժամանակավորապես դադարել։ Այն կփոխարինվի պատկերներով, խորհրդանիշներով, բանաստեղծական տողերով և անհավանական վառության և իմաստի երազանքներով։ Դուք կկարողանաք զգալ խմբում թաքնված հոսանքները, որսալով թաքնված միտումները դեռևս շատ առաջ, նախքան դրանք ակնհայտ փաստեր դառնան։ Ձեր ջրհոսի կանխատեսման պարգևը կհիմնավորվի ոչ թե տրամաբանորեն, այլ տեսլականի միջոցով։ Դռները կբացվեն ոչ թե պլանավորման, այլ խորաթափանցության միջոցով։ Կարևոր որոշումներն ու գաղափարները կգան որպես ինտուիցիայի փայլատակումներ, ստեղծագործականության, մեդիտացիայի կամ նույնիսկ երազանքների ժամանակ։ Դուք կառաջդորդվեք համաժամանակ գործողություններով, տարօրինակ, բայց նշանակալի համընկնումներ։